Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, կանանց շնորհավորում եմ մարտի 8-ի կապակցությամբ, ուշացումով, բայց ոչինչ, ցանկանում եմ ձեզ առողջություն, գեղեցկություն, տոկունություն, ձեր փխրուն ուսերի վրա է տարվում շատ մեծ ծանրություն ամբողջ կյանքի ընթացքում, դուք եք օջախների կրակը տաքությունը պահպանողը, դուք եք ուղղություն տվողը, ոգեշնչողը ձեր ընտանիքի անդամներին։ Մի հատ գրող կար, չեմ հիշում, հայտնի գրող էր անունը, չեմ հիշում, ասում էր աշխարհում ավելի սարսափելի ոչինչ չկա, քան կանացի զայրույթը։ Այսինքն կանացի զայրույթից բացի ոչինչ չկա ավելի սարսափելի։ Եթե կանայք զայրացան, դա անպայման կբերի մեծ փոփոխությունների։ Կանանց ձեռքերում շատ բան կա, թեկուզ այդպես չի երևում կողքից։ Հիմա նայում եմ կոմենտներին, տեսնում եմ, որ ինչքան կանայք են գրում մեկնաբանություններ, 400 մեկնաբանությունից 99% կանայք են։ Շնորհակալություն ձեզ մեր հարգելի կանայք, դուք եք մեր կանացի ջոկատը, как сказать, женский батальон вперед։ Այսօր կխոսեմ մի քանի հարցերի շուրջ։ Կխոսեմ Հենդերսոն գնալու մասին, եթե մարդիկ ցանկանում են գնալ, քիչ տեղեկություն։ Կխոսեմ նաև արած գործերի մասին, կկարդամ նամակը, ինչ բովանդակություն է ունեցել նամակը, ուղարկված տարբեր տեղեր։ Մի խոսքով, մենք այստեղ կարծես սա քրոնիկան է, որտեղ բացատրում ենք ավելի մանրակրկիտ, այսինքն բացատրում եմ ավելի ճիշտ, թե ինչեր է արվում, որովհետև տեսնում եմ ձեր մտահոգությունները եւ անհամբեր սպասումը, հասկանում եմ, որ եթե այդքան մտահոգված եք, նաեւ ուզում եք իմանալ որոշ տեղեկություններ, որ մի քիչ հանգստանաք եւ իմանաք, որ գործ է արվում։ Ես կարծում եմ դրա համար է կարևոր այս հաղորդումը նկարագրելը, թե ինչ է արվում։ Նաեւ կանդրադառնամ հայհոյանքներին, որ շատ է համացանցում պտտվում այդ մասին կարծիքներ, եւ մի շարք այլ հարցերի, միգուցե նայած թե ինչքան կտևի, ես չեմ սահմանափակում իմ ժամանակը, երբ վերջացվեց ասելիքը, այն ժամանակ էլ կավարտեմ։ Մի խոսքով, քանի որ լսեցի Արայիկ Սարգսյանի հաղորդումը, որտեղ ասաց, որ միգուցե սենատորների կոնգրեսմենների վրա իշխանությունը կապերի մեջ է մտել եւ նրանք փորձում են ազդել դատավարության վճռի վրա եւ գուցե նաեւ 3 օրից արտաքսվի, այս նորությունը ճիշտ է նորություն չէր, բայց Արայիկ Սարգսյանն էլ վստահելի աղբյուրներից մեկն է, որ հարկավոր է հաշվի առնել, հա գուցե այդպես չէ, բայց իսկ եթե այդպես է, այդ ժամանակ մտածեցի, որ իրոք դրությունը եթե այդպես է, լավ, բերեք վարվենք, ինչպես ենթադրելով ամենավատը, թող այդպես չլինի, բայց պատրաստվելով վատին, որևիցե բան նախաձեռնելով ամենավատագույնի դեմ, դու արդեն կանխարգելում ես կամ խանգարում դրան, դա է ստրատեգիան, որ նախորոք ամեն ինչը կազմակերպես եւ այս փորձության աշճանի մակարդակին հավասար քայլեր ձեռնարկես, ես այդպես եմ կարծում, որովհետեւ նվազ վտանգ կա, շատ վտանգ կա եւ այլը, ըստ դրան ենք շարժվում։ Եթե խաղակարտերը դրվում են այսպես, ահա, լավ, ուրեմն, դե լավ, մենք էլ այսպես ուրեմն Փաշինյան, էլ ինչ հեր ունես քո թաշկինակի մեջ պահված, հանիր տեսնենք, թե սա վերջինն էր, եթե իրոք
Արայիկ Սիմոնյանի Սարգսյանի կներեք ասածը ճիշտ էր։ Սա փաստորեն գուցեև վերջի մեր սյուրպրիզն է, բայց գիտենալով հանդերձ որոշեցի, լավ, եթե այդպես է, ուրեմն հարկավոր է շատ շտապ գործի անցնել։ Ժամեր վատնելով համակարգիչի առաջ, տարբեր գործեր անելով ձեզ չձանձրացնեմ, թե ինչպես եմ տեղեկություններ հավաքում, որոշում, կարդում, մտածում եւ այլը, ժամեր ամեն ինչի կարևոր գործերի մասին մոռանալով, սա նվնվոց չէ, ես ուղղակի բացատրում եմ, թե մարդը երբ որ կլանվում է այս աշխատանքով, իր կյանքում էլ շատ կարող է տարբեր բաներ մոռանալ ու նույնիսկ կարևոր հանդիպումներ ու մինչև դուռը չփակելը նույնիսկ երեկոյան եւ քնել բաց դռնով, այո, երկու առաջ այս պատահեց ինձ հետ, դա գովելի չէ իհարկե, բայց կաշխատենք ավելի զգույշ լինել։ Մի խոսքով, բերեք առաջինը ասեմ Հենդերսոն գնալու ցանկացողներին, այս բանտը, Հենդերսոն բանտը, հասցեն բոլոր Ամերիկայում գտնվողները շատ հեշտորեն կարող են գտնել էջում։ Այսպես է, այնտեղ չորեքշաբթուց մինչև կիրակի օրը թույլատրվում է այցելելը, միայն 20 րոպեով։ Ժամերը, ինտերվալները 8-ից մինչև 11-ը ինտերվալի մեջ կամ 1-ից 2-ը ինտերվալի մեջ 20 րոպե։ Բայց մինչև գնալ հարկավոր է անպայման հերթագրվել, այսինքն զանգել այդ համարը, որտեղ կա էջում, ասել ես ցանկանում եմ տվյալ մարդուն հանդիպել, խնդրում եմ արձանագրեք ինձ, միայն դրանից հետո կարող եք համոզված լինել, որ ձեզ թույլ կտան, որովհետև առանց հենց այնպես գնալով դա չի թույլատրվում։ Ինչպես դոկտորի մոտ եք ժամ վերցնում, ինչպես մի այլ տեղ եք ժամ վերցնում հանդիպման, նույն ձևի պետք է այդպես անել։ Թե չէ կմերժվեք, իզուր կլինի ձեր գնալը այդքան ժամանակ ծախսելը։ Իսկ ավելի ճիշտ կլիներ նույնիսկ մինչև գնալը մի հատ զանգել, փորձել ճշտել ձեր այցելության մասին արձանագրված է, թե ոչ, այդպիսով բոլոր անհաջողությունները կարող եք կանխարգելել։ Չի թույլատրվում ուտելիք, խմելիք տանել, պայուսակի չի թույլատրվում ձեզ հետ, ոչ էլ հեռախոս։ Դրան կարող եք թողնել մեկի մոտ դրսում կամ ձեր մեքենայի մեջ։ Սրանք են կանոնները այցելություն ցանկացողների համար, որ իմանաք, իզուր չտանջվեք։ Ես կուզեի անդրադառնալ մեր գործերից առաջ, հետո կմեկնաբանեմ Վարդանի մեսաժը, հայտարարությունը եւ կասեմ իմ կարծիքը։ Երբ որ ասեցի Արայիկ Սիմոնյանի ասածից մեծ անհանգստություն առաջացավ իմ մեջ, ես էլ որոշեցի այդ վտանգին համապատասխան քայլեր ձեռնարկել, որ համապատասխան լինի վտանգի աշճանին, գուցե մի քիչ ցածր եւ այլը, իհարկե մեր հնարավորությունները սահմանափակ են, բայց մտածելով, կշռադատելով, թե դրան հակադարձին չկարող է ազդել, որտեղ դիմել եւ այլը, գտա այն բաժանմունքները Ամերիկայի դեպարտամենտում, կառավարության դեպարտամենտի բաժինները, ասեմ, երկու բաժին գտա, որտեղ կա կապրբելու ձև իմայլով, ԱՄՆ պետական դեպարտամենտի դեմոկրատիայի մարդու իրավունքների եւ աշխատանքի բաժին։ Սա հենց կառավարական էջի մեջ։ Գտա իմայլ հասցեն եւ ուղարկեցի նամակ։ Քանի որ արդեն գիտենք, թե ինչ ճնշումներ կարող են գործադրվել, դրա համար էլ աշխատեցի արդեն կառավարության ուշադրությունը սևեռել այս գործին։ Երկրորդը, որ ուղարկեցի հենց նորից ԱՄՆ իշխանության մեջ, դեպարտամենտի, դա այն բաժինն է, որ կոչվում է մարդու իրավունքների եւ հատուկ դատական
դատական որոշումների բաժին, այնտեղ կա email-ի հասցե, էլեկտրոնային ադրեսի, պոչտայի հասցե, որ կոչվում է բողոքներ։ Հենց այդ կառավարության այդ բաժնի վրա կարող եք գրել բողոքներ, ինչ-որ դատավարության վերաբերյալ, մարդու իրավունքների վերաբերյալ և այլն։ Այս երկու շատ կարևոր տեղը նամակներն արդեն ուղարկվեց իմ անձնական տվյալներով հանդերձ։ Նամակի բովանդակությունը տարբեր է տարբեր տեղեր ուղարկելիս։ Լավ, ես դրան կանդրադառնամ, կներեք երկար խոսելուց երբեմն նաև ուղարկվեցին մարդու իրավունքների կազմակերպություններ, Amnesty International, կներեք, թվում եմ, Amnesty International, դա մեկ, մարդու իրավունքների հսկիչ կազմակերպությանը նաև, դա երկու, լրագրողների պաշտպանության կոմիտե, դա 3, չորրորդ, լրագրողներ առանց սահմանների, Reporters Without Borders, այսինքն սրանք, քանի որ նաև լրագրող է, բլոգեր և այլը, խոսքի ազատության մասին է, քանի որ առնչվում, այս լրագրողական կոմիտեները կարող են ուշադրություն դարձնել, որ ահա և իրենց նման մեկ ժուրնալիստի, բլոգերի աշխատում են սաստեցնել և ձայնը լռեցնել։ Դրա համար դա ռելևանտ այս գործին։ Նաև ուղարկվեցին իհարկե մի քանի այլ կազմակերպություններ, չսանձրացնեմ, էլի մարդու իրավունքների, փաստորեն քանի հատ դարձավ, չգիտեմ, ահա, նաև որոշեցի ուղարկել արդեն մեծ միջոցներին, ԶԼՄ-ներին, New York Times, Washington Post, CNN Investigates, The Guardian, The Intercept։ Այս 5 թերթերին ուղարկվեց։ New York Times-ը ետնամակով հաստատեց, որ ստացել են իմ նամակը, իսկ մյուսը, չէ, իսկ New York Times-ը հաստատեց, բայց այն մարդկային իրավունքների կազմակերպություններից մեկն էլ ինձ գրեց, որ եթե շատ շտապ է գործը, այս իմ այլ հասցեով ուղարկեք ձեր խնդրանքը, բողոքը և այլն։ Ես էլ վերցրեցի, նորից ուղարկեցի նրանց հրատապ հարցերի բաժին։ Մի խոսքով նրանք արդեն երևի նկատել են իմ նամակները, մտածում են, հարցը քննարկում, միգուցե և ստուգումներ անում կապվելով կամ Հենդերսոնի հետ կամ վճիռների հետ, չգիտեմ, ինչպես են իրենք համոզվում, որ այս գործին կարելի է ուշադրություն դարձնել և հենց այնպես չվերցնել, հոդված տպել առանց իմանալու բանն ինչում է և չվարկաբեկվել դրանով։ Քանի որ ես այսպիսի ազդեցություն չունեմ այս կանալում, 100 հազարավոր մեծ աուդիենցիա, լսողներ, լսարան, դրա համար էլ իմ միակ խոսքը չի կարող, այսպես ասած, հեղինակություն լինել, որովհետև շատ փոքր է։ Իսկ եթե ես եմ դիմում որպես անձ, իհարկե պետք է այս լրատվական միջոցները իրենք էլ ստուգեն, թե արդյոք իմ տված ճշմարտություն է, թե ուղղակի դա իմ ցանկությունն է, ուղղակի կողմնապահ լինելով, այսպես բացատրեմ։ Նաև ուղարկեցի Լյուկ Ռուդովսկուն, եթե տեսնեք ալիք կա YouTube-ում We are change։ Այս ալիքը 861,000 բաժանորդներով, Լյուկ Ռուդովսկուն էլ դիմեցի։ Amnesty International-ը շատ կարևոր հաստատություն է, նրա իրազեկման
Ինչպես մենք ենք պետիցիա անում նման մի բան, բայց շատ ավելի իրենք են արդեն տեղադրում որպես պետիցիա եւ բոլոր կազմակերպությունների հետ իրենք են կապնվում թե մեդիայի, թե կառավարության անդամների, թե որոշում կայացնողների, եթե իրենք վերցրին այս գործը իրեն ձեռքը, իրենք բոլոր պրոֆեսիոնալ ձևով թե գիտեն թե ինչպես են անելու, եթե ձեզ հետաքրքիր լինի, կարող եմ կարդալ, որ նրանք բարձրացնում են կարևոր դեպքերի մասին իրազեկությունը, հրապարակելով լուրեր, հաշվետվություններ, պատմություններ անձի իրավիճակի մասին։ Նրանք հաճախ գրում են հոդվածներ եւ տարածում մամլո հաղորդագրություններ ամբողջ աշխարհում։ Amnesty International-ը օգտագործում է հավաքագրություններ որպես գործիք, պետիցիա, մեր նման համաշխարհային աջակցություն հավաքելու եւ ցույց տալու հասարակության առճակատման ուժը անարդարության դեմ։ Նրանք ստեղծում են պետիցիա այն անձանց համար, ովքեր ենթարկվել են մարդու իրավունքների խախտումների։ Կլինեն քաղաքական բանտարկյալներ եւ այլն։ Խնդրելով նրանք կարող են կառավարության գործողությունների վրա ազդել, փոփոխել որոշումները։ Նրանք օգտագործում են նաև պատկերներ, տեսանյութեր, գրաֆիկներ, հանրային ներգրավվածությունը բարձրացնելու համար։ Նրանք արշավները տարածում են սոցիալական լրատվական միջոցներում, ասեցի, խոսում են լրագրողների հետ, համագործակցում մարդկային ազգային իրավունքների պաշտպանության հետ եւ կարող են ճնշում գործադրել շատ ձևի պահանջելով արդարադատություն, նույնիսկ կարող են հասնել մինչև միավորված ազգերի կազմակերպություն, նրանք աջակցում են ակտիվիստներին, տարածում տեղեկություն եւ այլն։ Այս քարոզարշավների միջոցով նրանք շատ բաների կարող են հասնել, եթե որոշեցին ձեռքը վերցնել այս հարցը, բայց իհարկե դիմելը պետք էր, այսպես ասած, на всякий случай։ Մենք չգիտենք, թե 10-ին ինչով է ավարտվելու դատավորի որոշումը եւ ինչքան է վտանգը։ Վտանգը կանխարգելու համար այս ամեն ինչը արվում է։ Լավ պետք չլինի, բայց եթե պետք եղավ այն դեպքում ինչ, եթե իրավիճակը ծանր է, դրա համար այս քայլերը ձեռնարկվում են, որ արգելենք չստացվի, մի խոսքով այս կազմակերպություններին ժամանակին հայտնելով, քանի որ գիտենք իրենց համար ժամանակ է պետք, որ հետազոտեն, ճշտեն, ամեն ինչ անեն, զանգեն հարցնեն, այս ամեն ինչը աշխատանք է պետք, ու իրենք երբ որ նյութը տպեն եւ այլը կարողանան մեր գործին օգնել, սա է խնդիրը։ Amnesty International-ը կարևոր տեղ է նաեւ իհարկե եթե մյուս մարդու իրավունքների կազմակերպությունները օգնեն, Ամերիկայի կառավարության դեպարտամենտները օգնեն, ամեն տեսակի օգնության դիմում ենք, ամեն տեսակի օգնություն ողջունելի է, օգնությունը չի վնասում, օգնությունը ուղղակի օգնում է։ Եվ եթե Վարդանը պետք է նեղանա, որ իրեն օգնելու փորձեր են կարել, չգիտեմ, բայց այս պայքարը մեկ մարդու համար չէ, սա գաղափարի համար է, անարդարության դեմ է, եւ այս պայքարը իր դապրոյի համար չէ, այսպես ասած, իր հավանության տալու համար չենք անում, որ Վարդանը հավանության տա այս պայքարին, ամբողջ նպատակը դա լինի, իհարկե դա անհետություն կլիներ ընդհանրապես եւ իզուր ժամանակի պատնում, ասեմ, որ իմանաք, ինձ թվում է համամիտ կլինեք իմ մասին, այդ մասին, մինչև նամակին, լավ, բերեք նամակն էլ կարդամ, մոտավորապես ինչ բովանդակություն է ունեցել, գուցե ձեզ հետաքրքիր է տեսնեք ինչ աշճանի թույլ է, ուժեղ է, ճիշտ է, սխալ է, իհարկե ձեզ հետաքրքրում է, թե ինչ է եղել նամակի բովանդակությունը, որ դուք էլ իմանաք, թե այդ կազմակերպությունների տեղերը, որ դիմել եմ, ինչ տեսակ նամակ են ստացել, ինչ է եղել այնտեղ գրված։
Դրա համար կարդամ, եթե հետաքրքիր չէ, անցեք առաջ, եթե հետաքրքիր է լսեք։ Օրինակ, ամեն տեղ գրելիս ես բովանդակությունը մի քիչ փոխել եմ։ Եթե մեդիայի վրա է պետք ազդել, այլ բան եմ ասել, արդեն խոսքի ազատության եւ այլը, շեշտը ավելի շատ դրել նման բաների, որ եթե մարդկային իրավունքների կազմակերպություններին է, արդեն շեշտը փոխվել է դրա վրա, այսինքն ընդհանուր բովանդակությունը նույնն է եղել, բայց շեշտադրությունը հատուկ։ Իսկ Ամերիկայի ղեկավարությանը նույնպես շեշտը դրվել է այլ բաների վրա։ Այս ամեն ինչը իհարկե մտածել է պետք, ժամանակ է պետք ամեն ինչը։ Հիմա անգլերեն օրինակը, որ ուղարկվեց, ոչ հայկական օրինակը, ես հիմա կարդում եմ դրա թարգմանությունը, բայց ինչպես հասկանում եք, դրա թարգմանությունը հայերենով այնպես չի հնչում, ինչպես անգլերենը բնական լեզվով, բայց սա մոտավոր թարգմանությունն է նամակի բովանդակությանը ծանոթ լինելու, ծանոթանալու համար։ Օրինակ մեկը, որ մարդկային իրավունքների կազմակերպություններին էր ուղղված, այսպես էր. Ես գրում եմ, որպեսզի ձեր ուշադրությունը հրավիրեմ Վարդան Ղուկասյանի գործի վրա, որը հայտնի է որպես ընդդիմադիր ԴՕԿ քաղաքական կուսակցության առաջնորդ եւ Հայաստանի լրագրող, հայաստանցի։ Վարդանը ներկայումս զբաղվում է 17 կառուցված, այսինքն ֆաբրիկացված կեղծ մեղադրանքների, որոնք ներկայացվել են Հայաստանի կառավարության կողմից, որոնք երևում են որպես քաղաքական շարժառիթներով կատարված մեղադրանքներ։ Այս մեղադրանքները ակնհայտորեն նպատակ ունեն լռեցնելու Վարդանի խիստ քննադատությունը կառավարության կոռուպցիայի և մարդկային իրավունքների խախտումների նկատմամբ։ Կարևոր է նշել, որ Հայաստանի իշխանությունները գործել են բաց խաբեբայաբար, նրանք չեն նշել Վարդանի քաղաքական ներգրավվածությունը, նրա քաղաքական կուսակցության ղեկավար լինելը և որոշել են նրան ներկայացնել ինչպես միայն սովորական հանցագործի, առանց որևիցե առնչության կամ հիշատակման քաղաքական գործիչ լինելու վերաբերյալ։ Այս բացթողումը մաս է կազմում ավելի լայն ռազմավարության ստրատեգիայի, որը նպատակ ունի նրա գործողությունները ներկայացնել որպես սովորական հանցավոր վարք, մինչդեռ նրանք իրականում արդյունք են նրա քաղաքական ակտիվության։ Դա այսինքն իր քաղաքականության արդյունքն է ակտիվության, ոչ թե դրանք հանցանքներ են։ Նաև տարածված են լուրեր եւ այլը, այսքան տեղը չկարդամ։ Խնդրում ենք մեկնաբանություններ տալ եւ խստորեն հսկել, որ այս լուրերի եւ անցանկալի միջամտությունները դատական համակարգի վրա ազդեցություն չունենան եւ ապահովել դատական անկախությունն ու արդարության խախտում թույլ չտալ։ Վարդանը մարդու իրավունքների խոսքի ազատության ժողովրդավարության հզոր պաշտպան է Հայաստանում։ Նա դարձել է թիրախ իշխանությունների կողմից իր աճող ազդեցությամբ։ Հաջորդ դատական նիստը մարտի 10-ին է Լաս Վեգասի էմիգրացիոն դատարանում եւ կա մեծ մտահոգություն իր անվտանգության մասին։ Եթե նրան արտահանձնեն Հայաստան, ապա Վարդանը բախվելու է իրական վտանգների, անարդար դատավարության, տանջանքների եւ հնարավոր լինի նույնիսկ մահի իշխանությանը ընդդիմանալու պատճառով։ Ավելի քան 7000 մարդ աշխարհի բոլոր անկյուններից ստորագրել են Change.org-ին պետիցիային, բարձրացնելով ձայնը Վարդանի պաշտպանության համար եւ պահանջել արդար դատավարություն։ Ստորագրությունների քանակը շարունակում է աճել, քանի որ շատ մարդիկ են միանում այս կարևոր հարցին։ Դրան կարող եք ծանոթանալ, ահա հղումը դնում եմ այս նամակում։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել այս գործին եւ ուսումնասիրել հնարավոր
Մարդու իրավունքների խախտումները, այդ թվում Հայաստանի կառավարության կողմից իրականացված իրավական գործընթացների չարաշահումը, որոշակի աջակցություն ձեր կողմից այդ հարցը բարձրացնելու, արտահանձնման կանխարգելման կամ Վարդանի իրավունքների պաշտպանման հարցում կլինի ձեր աջակցությունը անգնահատելի։ Խնդրում եմ ծանոթանալ նաև այս գործին եւ եթե լրացուցիչ տեղեկություններ կուզենաք, խնդրում եմ կապնվեք։ Ես խորապես շնորհակալ եմ ձեր ուշադրության եւ աջակցության համար, շնորհակալություն ժամանակի համար եւ այլն։ Այս է նամակի բովանդակությունը, չգիտեմ ձեր կարծիքներն ինչ են, ինչ եմ բաց թողել, ինչ եմ բաց թողել, բայց այսքան էլ բավական երկար էր, ինձ թվում է ճշգրիտ պատկերացում է տալիս գործի մասին։ Այդքանը նամակի մասին։ Դե հիմա ճիշտ ենք, թե սխալ ենք, ժամանակը ցույց կտա։ Սխալ ենք եղել, ներող կլինել, բայց մենք ուղղակի մեր մարդասիրական զգացմունքներից շարժվելով որոշել ենք կատարել սա, իհարկե ոչ ոք անսխալական չէ։ Բերեք մի շատ քիչ խոսեմ հայհոյանքների մասին, որ տարածվում են, չէ, քննարկվում են մեդիայում, համացանցում։ Լսեցի մի քիչ եւ այլը, երևի դուք էլ որպես Վարդանի աջակիցներ կամ այս ալիքը լսողներ մտածում եք, իսկ Սուզանան ինչ է մտածում այդ մասին։ Ես թվում է մտածում եք այդ մասին եւ ասեմ իմ կարծիքը, ինչպես դա մեկնաբանեմ։ Երբ որ մարդը անզոր է լինում, անճար, այսպես ասած, երբ որ լծակներ չունի եւ զայրույթը շատ մեծ է, չի կարողանում զսպել իր զայրույթը եւ եթե տեսնում է, որ դա ազդեցություն է թողնում ինչ-որ հարցեր լուծելու, ապա օգտագործում է այդ զայրույթի հետ մեկտեղ նաեւ հայհոյանքները։ Եթե դա է միակ ձեռքի միջոցը, ես այսպես եմ մեկնաբանում, եթե դա է միակ ազդելու միջոցը, լավ, նամակներ եք գրում ցավալի, որ այս օգնության կարիքը կա, դիմում եմ այսպես չեն անում, չեմ անում, կարդում է զայրանում սիրտը ցավում ու սկսում է հայհոյել, որ գոնե դրանցով ազդի։ Արդյոք ինքը կհայհոյեր, եթե իր ձեռքում լծակներ ունենար, չեմ կարծում։ Իսկ արդյոք ինքը, եթե կառավարության մեջ աշխատող լիներ եւ այլը բարձր պաշտոնի, լավ, բերեք գցենք վարչապետ եւ այլը, կամ մի այլ։ Հիմա իր հետ աշխատում է անձնակազմ, բոլորը գրագետ, լավ մարդիկ տեղեկացված եւ այլը, գործին համապատասխան մարդիկ ամենքը իր պաշտոնում։ Պատկերացրեք նման մի բան, հավաքվում են ժողովի, դուք կարծում եք, թե Վարդանը ինչ է, հիմար է, խելագար է, ինչ է, որ ժողովներն սկսի հայհոյանքով, վերջացնի հայհոյանքով, նամանավանդ, այսպես ասած, կուլտուրական մարդկանց հետ, որ ոչ մի առիթ չեն տվել։ Թե իրոք դա լուրջ եք համարում, իրոք այդպիսի բան կլինի, նման վարվելաձև, դա լոգիկայից դուրս է։ Եթե նույնիսկ այդ մարդիկ ինչ-որ հարցերում սխալվեն մի բանում, ինձ թվում է, թե այդպիսի զայրույթով չի խոսալու կամ հայհոյանքով, կարող է զգուշացնել, նայած կատարած սխալի չափը կամ դավադրության չափը, իհարկե։ Ես չեմ կարծում նա գնալու է արտաքին գործերի ինչ-որ հանդիպումների, որտեղ պրյամոյ բանը թարգմանվում է, սինխրոն թարգմանություն է գնում, բոլորը լսում են, ինքը այնտեղ ինչ-որ հակադարձում է հայհոյանքներով ինչ-որ մեկի ասածին, միջազգային հարթակներում, դուք դա խելքին մոտ եք համարում, ես իմ կարծիքը լրիվ այլ է, լավ, եթե Վարդանին ես կդիմեի ու կասեի, թե ինչու պիտի չհայհոյի, ես ձեզ ասեմ, թե ինչ կասեի Վարդանին, Վարդան կասեի, եթե սա քո ամենաբաղձելի երազանքն է, եթե դու իրոք ցանկանում ես քո ձեռքը վերցնել շատ բաներ եւ այս մարդկանց կարողանաս օգնել, որ այդքան ցանկանում ես, եթե դու ուզում ես քո ձայները լինեն հարյուրավոր, հազարավոր, միլիոնների հասնող կամ
գոնե 500,000-ի հասնող, եթե դրա համար քեզ ասեին, որ մի բան պետք է զոհաբերես, մենակ մի բան ընդամենը քո այդ երազանքին հասնելու համար, դա հայհոյանքն է, միթե չես զոհաբերի քո նպատակի համար, դա այդ առաջի հարց, դա կտայի, թող մտածեր, երկրորդը, միգուցե նա ասեր, բայց ինչի պետք է այդ չհայհոյելը օգներ այդքան աջակցության համար, կօգներ, որովհետև այն մարդիկ, ովքեր քննադատում են, միակ սխալը գտնում են քո մեջ, որ դա է, ուրիշ բան չունեն մատնացույց անելու, այդ մարդիկ քո կողմը կլինեին, դրանց աջակցությունն է կունենայիր, այն մարդիկ, որոնք չեն սիրում նման բաներ, դրանց աջակցությունը, այլ մտավորների, այլ կանանց և այլը բավականին ձայներ ես կորցնում դրանով։ Երրորդը պատճառը, ես կուզեի ուշադրությունը հրավիրել, այն է, որ նեգատիվ խոսքերն ու հայհոյանքները նեգատիվ էներգիա են պարունակում։ Օրինակ, վիբրացիաներ կան հաճախականություն, ինչ էներգիա ձեզնից դուրս է գալի, նման էներգիա ձեզ վերադառնում է իրադարձությունների տեսքով։ Եթե այսքան ժամանակ հայհոյել ես տարիներ շարունակ, այդ էներգիան դուրս է եկել և վերադարձել քեզ ահա այս դատավարության տեսքով, օրինակը պարզ է, մեր աչքի առաջ այս օրինակը, եթե չեք հավատում այն նման բաների, ես հավատում եմ, ամեն ինչ էներգիա է կյանքում, ինչ էներգիա դուրս եկավ, այն էլ վերադառնում է ձեզ, այնպիսով ինքներդ ձեզ չվնասելու համար նման էներգիայով, հարկավոր է անպայման դրանց դատել, վերջը տալ, մի րոպե կներեք, կամպյուտերիս բատարիան միացնեմ կապելը, ահա, բերեք հիմա ինձ թվում է այս երեքը համոզիչ օրինակներ են, միգուցե իր համար ծիծաղալու թվան չգիտեմ, ես ասեցի իմ խոսքը, ով ընդունեց, ով չընդունեց, ոչինչ։ Այդքանը, ես երբեք այլևս չեմ անդրադառնալու հայհոյանքի, այն մարդը, ովքեր ուզում են միայն հայհոյանք տեսնել, լսել, կենտրոնանում են դրա վրա, այն մարդիկ, ովքեր տեղեկություն են փնտրում, տեղեկատվություն, լուր են փնտրում, կամ անարդարությունների մասին են ուզում իմանալ, կատարվող, նրանք կենտրոնանում են միայն դա լսելու, իսկ այդ հայհոյանքները միական ժիստ տալիս է մյուսից դուրս գալիս, բոլորովին նույնիսկ ուշադրությունը չեն կենտրոնացնում դրա վրա, ինչպես մի անկարևոր բանի խոսքի արանքում ասվեց անցավ։ Այնպես որ, գիտեք ինչ, մի անգամ, մի հատ տաճար, իրական դեպք է, տաճարի մոտ, վանականներ են ապրում աշխատում, իրենց ուժերով է շատ բաներ անում, իրենց ձեռքով, դե ֆինանսները այդքան չկան, դրանցից մեկը պատ է շարում, այդտեղ 4 բոլորը, քրտնաջան աշխատանք կատարում և այլը, վանականների մեծը գալիս է, բայց 1-2 տեղ դեֆեկտ է լինում, ծուռ է լինում, թե ինչ, մի խոսքով, նկատելի դեֆեկտ, գալիս է նայում վերջում, ասում է շատ հրաշալի պատ է, շատ լավ աշխատանք ես կատարել, ես հիացած եմ ուղղակի, աննման է և այլը, այս վանականը զարմանում է, ասում է, ինչ եք այդպես գովում, բայց չեք տեսնում այս դեֆեկտները, նուժելի չեք տեսնում այս միթե, որ այստեղ այսպես է, չեք տեսնում դա, նա էլ ասում է, այո, տեսնում եմ, համ դեֆեկտն եմ այդ տեսնում, համ էլ այդ ուղիղ շարված 100 քարն եմ տեսնում, 2 դեֆեկտն էլ եմ տեսնում, բայց այդ 100 գեղեցիկ շարված քարն էլ եմ չէ տեսնում, ահա սա է խնդիրը, ինչու չհամեմատել լավն ինչքան է ու վատն ինչքան է, ուղղակի այդ օրինակով ինքներդ եզրակացություն արեք, ավելի մանրամասը ես չեմ ուզում դա բացատրել։ Երեք իհարկե շատ զարմանալի էր և տարօրինակ իհարկե այդ հայտարարությունը լսելը, ինչպես ասեցի Էդգարի ալիքով, այդ հաղորդագրությունը, աուդիոզապիսը,
թող շուտ ուղարկվեր առաջին իսկ օրերից, որովհետև գիտեին, որ անհայտացման վերաբերյալ շատ մեծ խառնակություն աղմուկ է լինելու, որպեսզի մարդկանց զսպեին, անհանգստությունը իջեցնեին, կարող էին նման առաջին իսկ օրվանից այդպիսի մի բան դնել, ժողովուրդը հանգիստ կսպասեր, թե ինչ է կատարվում եւ այլը, իրենց չանելու պատճառով է եղել աղմուկը, հիմա մեղադրում են ինչու եք աղմկում։ Ձեր չարած գործերի համար մեզ մի մեղադրեք, մեղքը մեր վիզը մի փաթաթեք։ Շատ հասարակ բաներ կարելի էր նաև այդպես վարվել հենց սկզբից։ Եթե ուզում եք ամեն ինչ շատ հանգիստ անցներ, ձեր նպատակը դա էր, այդպես էր Վարդանն ուզում, եթե այդպես անեիք, մի ընդամենը 2 բառ Վարդանից լսեինք եւ նրա ցանկությունը հարգեինք, եթե իրոք իր ցանկությունն է չաջակցելը։ Այդքանը այդ վերաբերյալ կասեի եւ նաև իհարկե այդ հայտարարությունները, որ պատտվում են, նման կարծիք է ձևավորվում, թե լավ, շատ մտածեցի այդ մասին, թե ինչու է այսպիսի բաներ կատարվում, ինչու է նման մի հետաքրքիր բան ձևավորվում։ Նախ կարող է լինել դա նախանց կամ իշխանության պայքար։ Եթե որևիցե լրագրող, ակտիվիստ, YouTube-ան ալիքի բլոգեր լինի թե ինչ, առաջինն է բարձրացրել Վարդանի գործը եւ ձեռք է բերել հանրային աջակցություն, որ կուսակցության անդամները կարող են նախանձել ու մրցակցել կամ որպես մրցակի ինչ-որ բան տեսնել։ Հիմա սա մեկ, սա ուղղակի իմ կարծիքն է, թե ինչու են այդպես վարվել, ստա խոս տեղեկություններ հայտնել, որ գումարներ է հավաքվում, մարդիկ իրենց լսարաններ ապահովելու համար են անում եւ այլը։ Դրա համար ես ուզում եմ իմ կարծիքը հայտնել այստեղ։ Ասեցի, դա կարող է լինել նախանձը։ Դա կարող է նաև լինել ցանկացել են վերահսկել հանրային ընկալումը եւ խուսափել քննադատություններից իրենց անհապաղ գործողությունների բացակայության համար։ Դուք անհապաղ գործողություններ չեք արել, չեք հրատարակել, ինչ եք անում եւ քննադատություններ են պատտվում այդ հարցի վերաբերյալ, դուք էլ աշխատում եք ձեր անգործության մեղքը մեր վրա փաթաթել, որպեսզի նման քննադատություններ չլինեն։ Երկրորդ, երրորդ, չորրորդ իմ կարծիքը այս հարցի շուրջ կարող են նաև արտաքին ճնշում լինի, այո, որոշ դեպքերում քաղաքական խմբերը կարող են ներթափանցել եւ ազդվել կառավարության ուժերի կողմից, որպեսզի մասնատեն եւ թուլացնեն ընդդիմադիր ջանքերը։ Այսպես ասած, եթե ինչ-որ մեկը կուսակցությունում համագործակցում է իշխանությունների հետ կամ վախենում է հակազդեցությունից, ապա կարող է միտումնավոր վնասել մեր անկախ ձայներին եւ քննադատել դա եւ սխալ ներկայացնել Վարդանին կատարվող իրադարձությունը եւ նրան գցել թյուրիմացության մեջ։ Սա ասում եմ, ես սա պնդում չէ, ուղղակի կարծիք է։ Հիմա բոլորը ունեն մեդիաներ, իրենց կարծիքներն են հայտնում տարբեր նյութերի մասին։ Հենց մեզ չի կարելի որևիցե կարծիք հայտնել, բա ձեր կուսակցությունն էլ չէ պայքարում խոսքի ազատության ընդդիմադիր կուսակցություն է, չէ։ Այսպիսով, եթե ձեր կուսակցությունը կան մեջը այնպիսի մարդիկ, որ ազդեցության տակ են իշխանությունների կողմից, մի հատ վերանայեք դա։ Պառակտությունը մենք չենք մտցնում ձեր կուսակցության հետ, ինչ գործ ունենք ձեր գործերի։ Մենք ոնց կարող ենք մեր ձայներով պառակտել ձեզ։ Ընդհակառակը այս ամբողջ ձայները
Այս 7000 ստորագրությունը, այս 300,000 դիտումները տարբեր տեղերում ընդհանուր հավաքած թե ինչ, սրանք ձեր կուսակցության ղեկավարի աջակցության համար է, այսքան աղմուկը Վարդանի պաշտպանության համար է, որ նա գա և տեր կանգնի ձեր կուսակցությանը, ինչպես չեք հասկանում։ Եթե այդքան սենսիտիվ, այդքան ֆրաջայլ եք, այդքան փխրուն է ձեր կուսակցության միջի անդամների կապերը միմյանց հետ, դրա մեղքը մեզ չէ, մեզ մի վերագրեք։ Եթե մի հատ քամին փչի, ձեր միջի վստահությունները միմյանց նկատմամբ կոչնչանա և կպառակտվի, դրանում մենք բոլորովին մեղք չունենք։ Մենք ինչ ասես կարող ենք խոսել այստեղ։ Միգուցե իմ խելքը այսքան է հասնում և ես ճիշտ չեմ։ Մի հասարակ ինչ-որ Սուզաննա ինչ-որ բան է ասում ձեր մասին և ձեր կուսակցությունը կպառակտվի դրանով։ Այդ աշճանի թույլ է։ Ինչու եք մարդկանց ցուցադրում իզուր տեղը առիթ տալի մտածելու, որ այդքան թույլ եք։ Եվ այս ամենը ասելով, ինչ կարող եմ ասել, ինչ կարող ենք անել։ Մենք ընդունենք, որ այս պահին Վարդանը չի կարող տեսնել իրական ճշմարտությունը։ Նորից իմ կարծիքներն եմ հայտնում։ Ինչքան էլ դա ցավալի լինի, որ մենք չենք կարողանում օգնել նրան, եթե ինքը չի ցանկանում այդ օգնությունը։ Բայց արդյոք դրա համար դադարելու ենք։ Մտածում եմ այս մասին։ Նա պետք է ինքնուրույն հասկանա իրականությունը և ցավոք գուցե դա տեղի ունենա շատ ուշ, արդեն ուշ լինի, այն ժամանակ, երբ որ ուշ լինի։ Իսկ մենք աշխատում ենք մի քայլ առաջ լինել։ Շարունակենք կենտրոնանալ մեր պայքարի վրա։ Եթե նույնիսկ Վարդանը չի գնահատում մեր արածը և սխալ բաների է վերագրում, իսկ թվում է մեր աշխատանքը օգնում է նրա գործին և բարձրացնում է իրազեկությունը այս հարցի վերաբերյալ։ Ասում եմ նորից, այս պայքարը արդարության մասին է, ոչ թե նրա հավանության։ Գիտեմ նաև, որ երբ նա ի վերջո հասկանա ճշմարտությունը, կգիտակցի, որ թյուրիմացություն է եղել կամ մոլորության մեջ են գցել և հասկանա, թե ովքեր են իրոք նրա համար պայքարել։ Ես կարծում եմ, որ չենք թողնելու, որ մեր հիասթափությունը ստիպի մեզ դադարեցնել ամեն ինչը։ Գուցե, լսեք ուշադիր, գուցե մենք ենք միակ իրական ձայնը, ով իրապես պայքարում է նրա համար։ Անկախ դրանից նա հասկանում է այս պահին, թե ոչ։ Մենք անում ենք ճիշտ գործ, թեկուզ և դա թվա թե անշնորհակալ պայքար է։ Պատմությունը կհիշի, թե ով էր իրականում պայքարում նրա համար, ով էր փորձում իր կոնտրոլի տակ պահել, վերահսկել նրան։ Այդքան բան, այս մասին ինձ թվում է ամեն ինչ պարզ է ձեզ։ Փորձությունները մարդկանց համար են։ Ուժեղ մարդկանց տրվում են ուժեղ փորձություններ և հաղթում է նա, ով չի ընկճվում և դադարեցնում։ Վարդանն էլ է ուժեղ մարդ և իհարկե վտանգներով լի պայքար էր և այս փորձություններն էլ նրան տրվեց և կդառնա ավելի ուժեղ իմ կարծիքով և շատ այլ հատկանիշներ կձևավորվի իր մեջ այս դժվարություններն անցնելով, այսպես ասած, մարդը հղկվում է, ինչպես հղկվում է ադամանդը և այլը, և դարձնում է ավելի ուժեղ։ Ասեմ, որ
կյանքումս շատ մարդկանց եմ տեսել 20-ից ավել ձեռնարկությունների մեջ աշխատել կորպորացիաների, multinational, international, որտեղ ամեն գույնի ազգի բնավորության մարդիկ են եղել իմ գոլեգաները ամեն անգամ։ Շատ բան եմ հասկացել մարդկային վարքի մասին, արդեն այնպիսի մի, այսպես ասած, փորձագետ չէ, չգիտեմ ճիշտ բառը, դարձել, որ ինձ համար բավական է, երբեմն բավական է կես ժամը, երբեմն բավական է մի քանի օրը, մի քանի շաբաթը կամ մեկ ամիսը, որ ես հասկանամ, թե ինչպիսի մարդու հետ գործ ունեմ, իմ ճշգրիտ գնահատականը տամ եւ երբեք հակառակը չի ցույց տվել, որ սխալվել եմ։ Երբեմն դա շատ կարճ կարող է լինել, շատ կարճ, հավատացեք, նայած մարդը ինչ է ասում կամ անում եւ այլ, ես չբացատրեմ, թե ինչպես եմ դա հասկանում։ Այս պայքարի ժամանակ Էդգարի հաղորդումը այսպես ասած մեր ռազմական շտաբն էր, կենտրոնը, նրա գլխավորությամբ, իր հանդիսատեսների աջակցությամբ, հետաքրքրվածությամբ, պատրաստակամությամբ եւ իհարկե Էդգարի ուղղորդությամբ, ասեցի դա։ Ինչ հասկացա Էդգարի հետ համագործակցելով, այսինքն այս մի քանի հարաբերության մեջ հետը խոսելով, իրեն տեղեկացնելով, ինչ աշխատանքներ եւ այլը, մտքեր փոխանակելով։ Ես կասեի, որ Էդգարը այն մարդն է, որի հետ կարելի է գնալ մարտի։ Իրոք ասում եմ, որի հետ կարելի է գնալ նաբոյ։ Դա այն ընկերն է, որ երբեք ոչ ետևից կխփի մեջքից, ոչ էլ կողքդ կթողնի, կհեռանա, կփախնի, նեղն ընկած պահի։ Այդ տեսակ ինչքան մեդիաներ կային, որ չանդրադարձան, լռեցին Վարդանի հարցով։ Դեն օրինակ նաև իշխանամետ մեդիաները, ինչպես կարող են նրանք Վարդանի հարցը բարձրացնել, եթե իրանց իշխանությունն է նրան մեղադրում եւ փորձում վնասել։ Հիմա եթե մեր լռությունը, եթե մենք էլ իշխանամետ այսպիսի հարթակ լիներ, իհարկե չէինք բարձրաձայնի, ճիշտ է։ Հա, այն էլ ասեմ, որ հիշեցի, հիմա այս բանտարկությունը ցույց տվեց, որ Վարդանը քպայական չէ, ճիշտ է։ Այն մարդկանց կասկածները, որ իշխանամետ կուսակցությունների հետ, կառավարող իշխանության կուսակցությունների հետ նրանց ազդեցության տակ է պրոժեկտը, թե ինչ է, այս բանտարկությունը ձեզ ինչ ասեց։ Հա, շարունակեմ խոսքը Էդգարի մասին։ Ով էլ որ կանգնի, ասի Էդգարը սխալ է, ես կասեմ, որ դա այդպես չէ, որ ամբողջ աշխարհն էլ հակառակն ասնի, այդ իմ համոզմունքը չի փոխվի, որովհետև մարդը անկեղծորեն ցավակցեց եւ փորձ արեց ինչ որ ձևի աջակցել ձեռք մեկնել նեղն ընկածին, չի կարելի դրա համար քննադատել, չի կարելի դա այլ բաների վերագրել, մարդու արած այս աշխատանքը զրոյացման հանգեցնելու փորձեր ձեռնարկել։ Եթե նույնիսկ Վարդանն էլ Էդգարին քննադատի եւ նեղանա Էդգարից, ես Էդգարի կողքին եմ, որովհետև ճիշտը սա եմ համարում։ Այդքանը կասեի, որ մատերի վրա կարող եմ հաշվել, թե ամբողջ կյանքի ընթացքում ինչքան ազնիվ, անկեղծ, հավատարիմ եւ սրտացավ մարդկանց եմ հանդիպել ու բարի, դրանցից մեկի անունը կարող եմ դնել Էդգար, այդքան բան։ Սա իմ համոզմունքը, այսքան իրա հետ շփվելուց հետո ես նույնիսկ իր կանալը այդքան հաճախակի չէի նայում, ոչ էլ հետևում, բայց այս հարաբերությունները ինձ ավելի մոտիկից ծանոթացրեց նրա ով լինելը, ափսոս որ շուտ չեմ ճանաչել, որ շուտվանից հետևեի եւ աջակցեի իր ալիքին, այդքան բան։ Իսկ եթե դες ավելի շատ չծանծրած, այսինքն
Եթե հələ էներգիա ունեք լսելու, ուզում եք այսպիսի վերջի բանը ասեմ, օրինակները, ինչի մասին։ Այն մասին, որ օրինակ տերորիստներ են եղել, որ չեն հանձնվել այն երկրներին, որ իրենց երկրները պահանջել են Ամերիկայից։ Վերցրել եմ օրինակը դեպքերը Ամերիկայից, որովհետև այս օրինակները նայելով դուք կարող եք տեսնել, թե ինչպես կարող է ազդեցություն ունենալ, այսինքն ձեր ձայները եւ այլը, որպեսզի Ամերիկայում ղեկավարությունը այս հիմունքներով շարժվի, եթե շարժվել են նույնիսկ տերորիստների հետ, ահաբեկիչների, իսկ Վարդանը գիտեք, որ նա այդպես չէ, եթե նույնիսկ ահաբեկիչների դեպքերում նրանք չեն հանձնել, ապա նման հիմունքներ գոյություն ունի։ Օրինակ, Մուհամմեդ Ալ-Քադի, եգիպտացի, Ամերիկա կառավարությունը չհանձնեց նրան Եգիպտոսի պահանջով, այն բանը հաշվի առնելով, որ նրան այնտեղ կտանջեն։ Պատկերացնում եք, տանջանքների չենթարկվի։ Մանուել Նորեգա ձերբակալված էր նարկոտիկի տրաֆիկով։ Նրան պահանջում էր Պանաման, նա էքստրադիցիա արվեց Ֆրանսիա։ Ինչպես տեսնում եք, Պանամայի պահանջով էլ չհանձնվեց։ Օսամա Բին Լադենի բաները, գործակիցները, նրանք տերորիստներ էին, բայց նրանց էլ չհանձնեցին։ Մնացին որոշ մարդ Գուանտանամո Բեյում, այդ բանտում։ Լուիս Պոսադա Կորիլես, դա էլ չհանձնվեց երբեք Ամերիկայի կողմից, չնայած նա տերորիստ էր, մինչև 2018 թիվը ազատ ապրում էր Մայամիում։ Ռաշիդ Ալադանզի Քուվեյթն էր պահանջում, Ամերիկան չհանձնեց։ Մի խոսքով, նույնիսկ այս մարդիկ, եթե իրենց մարդկային իրավունքների եւ կյանքին վտանգ սպառնալու դեպքում չեն հանձնում։ Այսինքն շատ զարմանալի կլներ, եթե Վարդանին իրոք դեպորտացնեին, ինչքան պետք է ուժեղ լինեն մեղադրանքները, որ նման որոշում կայացվի, կամ էլ ինչքան պետք է անկարող լինեն իր փաստաբանները, որ չկարողանան ապացուցել, որ Վարդանի կյանքին իրոք վտանգ է սպառնում Հայաստանում գալու եւ դատավարություն անցնելու եւ այստեղ ձերբակալված լինելու նստելու համար։ Այդքանը կասեի, առայժմս այսքանը, լավ մնացեք, չենք ընկճվել եւ հասկանում ենք իրադրությունը եւ շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար։ Կապրենք, կտեսնենք ով է ճիշտ, ով է սխալ։ Ինչ ասած, կյանքն է այդպես, ամեն ինչ էլ պատահում է, ամեն ինչ էլ մարդու համար է, եւ ինձ թվում է այս թյուրիմացությունը կպարզվի, ինչպես ամպերն են պարզում երկինքը եւ արևը դուրս է գալիս։ Իսկ ցախորդ տերերը բոլոր մարդկանց համար են, ում հետ ասես չի պատահում։ Ձմռան նման գուքան ու կերթան։ Իսկ չգիտեմ ինչի ցանկություն ունեցա, հիշեցի մի հատ երգ, ինձ սա իմ անլիքն է, ում դուր չգա իհարկե չի կարող է չնայել, այսպես ասեմ, կուզենամ կարտասանեմ, կուզենամ գլխարկս այսպես կդնեմ, այնպես կդնեմ, կուզենամ կերքեմ, ինչ կուզենամ կանեմ, իմ կարծիքը ինչպես ուզենամ կարտահայտեմ, բայց ի նկատի ունեցեք ազնվորեն եւ բոլոր պատասխանատվությամբ եմ հայտարարում,
Իմ այստեղ ասածների վրա Էդգարը բոլորովին աստեցություն չունի, գործ չունի։ Նա ինչ գիտի, հիմա միացրեցի, ինչ եմ խոսալու, ուր եմ տանելու, ինչ ուղղությամբ, ինչ կարծիքներ եմ հայտնելու, էլ բան ու գործ չունի, մարդը նստի հետևա թե Սուզանան ինչ է ասում։ Այնպես որ երբեք իմ ասածների համար նրան մի մեղադրեք, նա կոնտրոլ չունի, թե ես այստեղ ինչ եմ անում։ Այդ մի բանը խնդրում եմ մտքներիդ մեջ պահեք, այնպես որ նա բոլորովին էլ գործ չունի այս ամենի հետ։ Սա իմ կանալն է, ինչպես ցանկանամ, այնպես է կարտահայտվեմ։ Նա ինչպես կարող է հսկել կամ նույնիսկ պատասխանատու լինել իմ արարքների, ասածների համար, ճիշտ չէ։ Հա, այն երգը միտքս ընկավ, չգիտեմ ինչի։ Со мной չէ, с тобой воюет сатана, а сатана это она։ Լավ, երևի հասկացաք։ Խատուբա, այսինչ բերիր, ինչեր արիր։ Խատուբա։ Այսպեսի մի հումորային նոտայի վրա ավարտենք այս ամեն ինչը։ Կներեք ավել պակասը, այսքանը։ Լավ մնացեք։